Ողջույն եւ բարի գալուստ Փիսոն podcast։ Ձեզ հետ կրկին Փիսոն է։ Ու այսօր կխոսենք, թե ինչ է կատարվում էկրանի մյուս կողմում եւ ինչպես են հարթակները շահում քո զայրույթից կամ վախից։ Ավելի կարճ ալգորիթմներն ընդդեմ մարդկային էմոցիաների։ Սկսենք մի պարզ ճշմարտությունից։ Սոցցանցերը քո ընկերները չեն։ Դրանք բիզնես մոդել են։ Իսկ բիզնեսի համար ամենաթանկ ռեսուրսը քո ուշադրությունն է։ Ալգորիթմի խնդիրն ընդամենը մեկն է՝ քեզ պահել հարթակում որքան հնարավոր է երկար։ Ու դրա համար ամենաարդյունավետ վառելիքը ի՞նչն է։ Իհարկե ոչ խաղաղությունը։ Զայրույթ, վախ, շոկ։ Գիտականորեն սա շատ պարզ է։ Բարձր հուզական բովանդակությունը ակտիվացնում է ամիգդալան, ուղեղի վախի ու սպառնալիքի կենտրոնը։ Երբ ամիգդալան ակտիվ է, քննադատական մտածողությունը ընկնում է, իսկ ռեակցիան արագանում։ Այլ խոսքով դու սկրոլ չես անում, դու արագ արձագանք ես տալիս։ Հարթակները սա գիտեն, ուստի ալգորիթմները սովորում են քեզնից։ Եթե դու մի քիչ երկար կանգ առար զայրացնող տեսանյութի վրա, հաջորդը կլինի ավելի սուր, հետո ավելի վախեցնող, հետո ավելի բաժանարար։ Օրինակ մի բարկացնող post տեսար, մեկնաբանություն թողեցիր, ալգորիթմը մտածում է, ահա, սա աշխատում է, ու քեզ տալիս է նույն զգացողությունը նորից ու նորից։ Սա կոչվում է engagement-based ranking։ Ալգորիթմին միևնույնն է, դու ուրախ ես թե բարկացած, կարևորն այն է, որ ներգրաված ես։ Բայց ո՞րն է սրա գինը։ Քրոնիկ լարվածություն, աշխարհի ընկալում որպես մշտական վտանգ, մենք ընդդեմ նրանց մտածողություն ու էմոցիոնալ այրում։ Ինչպես պաշտպանվել։ Առաջինը ճանաչել խաղը։ Եթե մի բովանդակություն քեզ անդադ լարում է, դա պատահական չէ։ Երկրորդը՝ դանդաղեցնել արձագանքը, չմեկնաբանել, չտարածել անմիջապես։ Ալգորիթմները վախենում են մտածող օգտատիրոջից։ Երրորդը՝ մաքրել ինֆորմացիոն միջավայրը։ Unfollow, mute, սահմանափակումներ։ Սա կարող ես դիտարկել որպես ինֆորմացիոն հիգիենա։ Հիշիր, քո էմոցիաները քո վառելիքն են։ Մի նվիրիր դրանք հարթակներին։ Եթե մի հարթակ քեզ ստիպում է միշտ զայրացած կամ վախեցած լինել, խնդիրը քո զգայունությունը չէ, խնդիրը մոդելն է։ Հետևեք ձեզ ու ձեր էմոցիաներին։ Մի անտեսեք էմոցիոնալ ազդանշանները, հատկապես երբ դրանք անընդհատ կրկնվում են նույն սկրոլի մեջ։ Դիտեք միայն բարի, դրական ու գեղեցիկ քոնթենթ։ Ու հիշեք, ալգորիթմը սնվում է ձեր արձագանքով, իսկ դուք ընտրություն ունեք, ինչով պատասխանել նրան եւ ինչ տեսնել։ Ձեզ հետ Փիսոն էր։ Կհանդիպենք հաջորդ անգամ։